Պարոն Սիմոնյան, շնորհակալություն հարցազրույցի այս հնարավորության համար եւ այսպես Մայր Հայաստան դաշինքը Գյումրու ավականու ընտրություններին մասնակցում է միացիր որ փոխենք կարգախոսով համայնքի զարգացման համար ինչ եք առաջարկում եւ ինչ եք պատրաստվում անել ընտրվելու դեպքում։ Շնորհակալություն ձեզ նույնպես։ Ասեմ, մենք Գյումրուն առաջարկում ենք եւ երկարաժամկետ ծրագիր զարգացման եւ տեղային այսպես ասած թիմ մագարտակում լուծվող ծրագրեր, բայց եթե չկա այդ երկարաժամկետ ծրագիրը, անիմաստ է խոսել Գյումրու գլոբալ զարգացումից, քանզի 14 միլիոն դոլարանոց բյուջեն դա այն գումարը չի, որ կարողանաս Գյումրին այս վիճակից դուրս հանել։ Գյումրին այսօր աղետի գոտի է եւ ոչ միայն երկրաշարժի հետևանքներով պայմանավորված, այլ նաև ծանր սոցիալական պայմանների պատճառով։ Դրանից դուրս գալով Գյումրիի երկարաժամկետ զարգացման ծրագիրը մեր առաջարկած ազատ տնտեսական կոդին է եւ ազատ քաղաքի կարգավիճակ տալը։ Խնդրեմ մի փոքր ասնեք, ինչ է նշանակում ազատ տնտեսական գոտի, ինչ պետք է դա իրականացնելու համար, օրինակ նախնական հաշվարկներ կան, թե որքան ներդրումներ են պահանջվում եւ արդյոք գիտեք, թե որտեղից եք այդ գումարը գտնելու, փնտրելու, որովհետեւ հասկանալի է, որ դա բյուջեի հաշվին լինել չի կարող։ Ուրեմն ասեմ, ազատ տնտեսական կոդին Մարմարաշեն տանող խճուղու երկու կողմերն են ներառում, մոտ 300 հեկտար, որբիսի գյումրեցիները պատկերացնեն ինչի մասին է խոսքը, ինչ տարածության մասին է խոսքը, դա Անիթ հաղամասը 58 հեկտարի վրա է կառուցված, այսպես ասենք, մոտ 4-5 անգամ ավել տարածքի մասին է խոսքը, եւ տալ այդ տարածքին ազատ տնտեսական կոդու կարգավիճակ, միանշանակ մենք կարողանալու ենք ներգրավել ներդրողների, ինչպես երկրի ներսում, այնպես էլ երկրից դուրս։ Ես շատ բիզնես ընկերներ ունեմ նաև մեր հարևան Ռուսաստանի Դաշնությունում, որտեղից նաև իրենք են հետաքրքրված նմանատիպ ծրագրերով, քանի որ Ռուսաստանը պատժամիջոցների մեջ է, իրեն ձեռ է տալու, եւ երկրորդ պայմանը, երբ որ Գյումրի քաղաքում կա ռուսական ռազմաբազա, իրենք հետաքրքրված են այստեղ ավելի ուժեղ քաղաք տեսնելու, որովհետեւ կայուն մնա իրենց Գյումրի քաղաքի հետ սերտ կապը։ Եվ նաև մենք ավելացրել ենք ազատ տնտեսական կոդում, նաև Գյումրուն տալ ազատ քաղաքի կարգավիճակ։ Ազատ քաղաքը իրենից ինչ է ենթադրում։ Այն սուբյեկտները, մասնավոր, այն անածերներեսները, ՍՊ-ների տերերը, այսպես ասած, որոնք գործունեություն են ծավալում բացառապես Գյումրիում, ոչ թե գրանցված են Գյումրիում եւ իրենք գործ անում են Երևանում կամ մյուս մարզերում, եւ իրենց մոտ աշխատողները հաշվառված են նորից բացառապես Գյումրիում, իրենք կազատվեն 50%-ով հարգերից եւ միանշանակ դա նպաստելու է մեր ապրանքների էժանացմանը, աշխատուժի բարձրացմանը, ներդրումներին ավելացմանը եւ դա միանշանակ օգուտ է տալու մեր ծանր սոցիալական, այսպես ասած, կարգավիճակին, որովհետեւ շատ արագ դուրս գաս եւ բարձրացնես սոցիալական կարգավիճակը Գյումրիում։ Տեսեք 2019 թվականին նույն ազատ տնտեսական կոդու ծրագիրը կար, բայց այն ժամանակ կառավարությունը որոշել էր ներդրողներ հրավիրել Իսրայելից, իրենք Իսրայելի բիզնես շրջանակների հետ էին կապել այդ իրենց բաները, այսպես ասած, համագործակցությունը, եւ առաջի պայմանը, որ խոչընդոտ եղավ դա COVID-ն էր, եւ երկրորդը, երբ որ պատերազմ եղավ մեր եւ Ադրբեջանի միջեւ, Իսրայելը օգնություն ցուցաբերեց Ադրբեջանին եւ դրանից հետո ավելորդ էր խոսել այն մասին, որ Իսրայելը այստեղ պետք է ներդրում անի, որովհետեւ Գյումրին եւ Հայաստանը զարգանա։ Դրանից դուրս գալով մենք այսօր այդ նույն առաջարկությունները անում ենք մեր ռուսական գործընկերներին, նաեւ կապի մեջ ենք Չինաստանի բիզնես դասի հետ եւ հույս ունենք, որ ի վերջո կարողանալու ենք ստանալ մի արդյունք, որը կոհացնելու է Գյումրեցուն եւ կարողանալու ենք այդ ազատ տնտեսական կոդու գաղափարը ի կադար ածենք։
Պարոն Սիմոնյան, նախընտրական քարոզարշավը մեկնարկել է մարտի 15-ից, ինչպես է այն ընթանում, տրամադրություններն ինչպիսին են, գյումրեցիներին ամենաշատը որ խնդիրներն են հուզում։ Գյումրեցիներին առաջի հերթին հուզում է անվտանգային հարցերը, լսելով համընդհանուր քարոզը, գյումրեցիները պատկերացնում են, որ կարող է նաև արհավիրքը իրենց դուռը չոքել, նմանեցնում են իրենց ճակատագիրը նաև Արցախի ճակատագրին, այսինքն նույն, այսպես ասած, աղետն է տեղի ունեցել Արցախի հետ, ինչը Գյումրիի հետ է տեղի ունեցել բնական առումով 88 երկրաշարժը, արցախցիների մասով արդեն արհեստական աղետ էր։ Գյումրեցիների մոտ կա վախ, որ կարող է մեր մոդել լինի այդ տիպի արհեստական աղետ։ Առաջի հերթին դրանից են խոսում, երկրորդ հերթին խոսում են ծանր սոցիալական պայմաններից եւ այդպես մինչեւ գետին իջնում է էլի իրենց խնդիրները, միայնակ ծերերի հարցն է այդպես օտում մնացած, որ թոշակ նպաստ հերիք չի տալիս իրենց ապրելակերպին։ Շատ գլոբալ խնդիրներ էլ ունենք քաղաքին վերաբերող, դա մուշ թաղամասի աղբանոցն է, որը բնակիչների պատմելով դարձրել է թաղամասը կռիսանոց, այդ վնասակար նյութերը երբ որ այրվում են, պլաստիկը եւ այլն, աղտոտում է օդը, միշտ հոտ է գալիս այդ թաղամասի բնակիչների պատմած այդ դրվագներով, որ ամեն առավոտ այդ հոտից խեղդում են։ Ընդհանուր ծայրամասերի զարգացման հետ կապված գյումրեցին հարցեր է բարձրացնում եւ մենք տեսնում ենք այդ խնդիրները, որ մենակ Գյումրու կենտրոնի վրա տուրիստ բերելը դա քաղաքին մեծ օգուտներ չի կարող բերել։ Ունենք մսի կոմբինատ թաղամաս, այդպես են գյումրեցիները կոչում, որ Երևանյան խճուղում բաժանում է մսի կոմբինատից մեկ 10 մետր, 20 մետր, ուղղակի պոեզի գիծ կա այնտեղ եւ բնակչությունը չի կարող մեքենայով 5 րոպեվա դուրս գալ Երևանյան խճուղի, մեկ մի ամբողջ քաղաք շրջանցի նոր դուրս գա։ Նաեւ այդ խնդիրն է, որ կարելի է շլամբաուներ տնել եւ այդ հարցից դուրս գալ, նաեւ այդ թաղամասը զարգացում ապահովել, որովհետեւ եթե ինֆրաստրուկտուրաները չեն գործում, չի կարող թաղը զարգանալ։ Ունենք հին շատրվաններ Մանուշյան փողոցի վերջնամասում, որ հենց ինքը իրանով պատմամշակութային գլուխգործոց է, որ եթե կարողանանք այդ թաղամասում զարգ տալ եւ բարեկարգումը կազմակերպենք, հաստատ ներդրողներ կգտնվեն եւ փորձեն իրենց միջոցներով այդ նույն կանաչապատումը կարգավորել, այսինքն մեկ կրակոցով երկու նապաստակ կարելի է խփել այդ նույն բարեկարգում կանաչապատումը, մասնավորը եթե ներդրում կատարի այդ թաղամասում այդ շրջակայքում, պետք է բարեկարգի չէ ինքը իր տարածքը, որպեսզի կարողանա տուրիստ բերել, այսինքն համահարտեցման process է պետք նաև Գյումրի քաղաքին, որ կենտրոնից դուրս գաս։ Ներդրողը գալիս է, ասում ուզում եմ ներդրում անել Գյումրի քաղաքում, բայց կենտրոնում տարածք չկա, որ առնի։ Արդեն բոլորը գնված են։ Ասում ես դե գնա, այս ինչ թաղում, դե սեղբեր այնտեղ չկա կոմունիկացիաներ էլի, ասենք տուրիստը չի հասնելու այնտեղ։ Այսպիսի բաներ կան, էլի լուսավորության խնդիրն է, որ հələ հին ձևերով է աշխարհում զարգացած լուսավորության հետ կապված մոդելներ գոյություն ունեն, որ ավելի քիչ գումարով կարող ես ավելի մեծ լուսավորություն ստանալ։ Տրանսպորտի խնդիրն է, որ ժամը 8-ից 20:00-ից հետո տրանսպորտ չի աշխատում։ Դա մեծ խնդիր է, ծայրամասերում բնակվողները պիտի հասցնեն, որ 20:00-ին արդեն վсё, եթե չնստան տրանսպորտ, իրանք մնալու են տաքսի հույսին կամ չգիտեմ ոտքի հույսին։ Շների խնդիրն է շատ մեծ, որը նաև տալիս է մեզ մտորելու տեղիք, որ ոչ պետք են սատանիստների պես մեր կենտանու հետևից խփել, ոչ պետք է այդպես բացի թող վիճակում թողնել։ Նորից կան զարգացած երկրների փորձը, որ կարելի է ապաստարաններ կառուցել, որ ավելի մատչելի ծախսեր լինեն, բյուջեի վրա շատ մեծ գումարներ չնստի։ Այդ ամեն ինչը կա։ Ուղղակի պետք է մարդ, պետք են մարդիկ, որոնք ուզենան անեն, ուզենան կազմակերպեն, իրենց մեջ լինի այդ էներգիան, առավոտյան շուտ արթնանալու այդ խնդիր չունենան, լճանալու բնավորություն չունենան, այսպես ասած, եւ իրենց հետաքրքրությունները ամենակարևորը դնեն Գյումրու զարգացման մեջ, ոչ թե առանձին
հասկանում եք, չէ՞, ինչի մասին է խոսքը։ Այսինքն փոփոխություն բերել։ Հասկանալի։ Եթե այսօր փոփոխություն չենք բերելու, իմ կարծիքով անիմաստ է մտնել այսօրվա քաղաքական պայքարի մեջ։ Պարոն Սիմոնյան, Գյումրին բնակչության քանակով Հայաստանի երկրորդ քաղաքն է, սա նշանակում է, որ այդ քաղաքի նկատմամբ հետաքրքրվածությունը մեծ է, շատ է եւ 9 քաղաքական ուժ մասնակցում է այս ընտրություններին։ Դուք ինչպես եք գնահատում ձեր շանսերը։ Տեսեք, Գյումրին լինելով երկրորդ քաղաք, մոտավորապես 13-14 անգամ զիջում է մայրաքաղաքին, զարգացած պետություններում երկրորդ քաղաքը մայրաքաղաքին զիջում է 3-ից 4 անգամ։ Այստեղ անհամաչափ վիճակ գոյություն ունի։ Ինչպես եմ պատկերացնում ընտրապայքարում մեր թիմի հաղթանակը, հա, այսպես ձևակերպել։ Ձեր շանսերը ինչպես եք գնահատում, այո, ինչ հավակնություններ ունեք, ձգտում եք հենց այդ առաջին հորիզոնականը զբաղեցնելուն։ Ուրեմն ասեմ, եւ մենք եթե հասցնենք մեր ծրագրերի մասին խոսել այնքան որ յուրաքանչյուր գյումրեցի լսի, յուրաքանչյուր գյումրեցի հասցնի ծանոթանա մեր թիմի հետ, միանշանակ հենց այս պահին կարող եմ փաստել, որ հենց առաջ տեղը մենք ենք վերցնելու, որովհետև մեր մոտ է երիտասարդությունը, մեր մոտ է փորձը, մեր մոտ է գործարար դաշտը, ամենակարևոր բանը գիտեք, որն է գործարար դաշտի առավելությունը, երբ որ ինքը շատ լավ է հասկանում ինչ բան է տնտեսել եւ տնտեսելու հետ մեկտեղ զարգացնել, որովհետեւ ոչ միշտ է որ տնտեսելով կարող ես դու նաեւ զարգացում ապահովել եւ կարող վնաս տաս։ Իսկ գործարար մասսայի մոտ, նամանավանդ 90-ականների սերունդի մոտ, դա շատ լավ է ստացվել, որովհետեւ չի եղել ինչ որ սովետական միության ժամանակահատվածից մնացած այն բանը, որ պիտի թալանես, այդ սերունդը սովոր է ներդրում անել, տնտեսել եւ զարգացնել։ Ամենակարևորը որ այդ սերունդը մեր մոտ, մեր թիմում մեծամասնություն է կազմում, այսքանը կասի։ Դες մրցակից ուժ կա։ Միայն մենք ենք մեր մրցակիցը, նորից կրկնեմ, ինչքան կարողանանք ցույց տալ, այդքան ավել ձայներ են մեզ վստահելու գյումրեցիները։ Պարոն Սիմոնյան, Մայր Հայաստանը որոշում արդեն ունի, արդյոք որևէ ուժի հետ կոալիցիա կկազմի, կան այնպիսի ուժեր, որոնց հետ համագործակցությունը, միավորումը բացառում եք։ Այո, բացառում ենք իշխանությունից, որ իշխանական ֆրակցիայի հետ կարող ենք ընդհանուր բան ունենանք, բացառում ենք իրենք գծված Եվրադաշինքին, որտեղ իրենք մեր համար առանձին ուժ չեն, ցորտի կարգավիճակ ունեն, եւ դա փաստ է, որ Երևանում դաշինքի մաս կազմվող կուսակցությունը քաղաքացիական պայմանագրի հետ դաշինք է կազմել, եւ շատ վտանգավոր հայտարարություն են արել իրենք, Գյումրու դիմադրություններին մասնակցելուց առաջ, որ կողմ են ռուսական ռազմաբազայի հեռացմանը։ Դա մենք համարում ենք անհեռանկարային շատ վտանգավոր թեզ եւ միանշանակ Գյումրու 99% այդ թեզին դեմ է եւ երկմտելով հարցնում են կարող խառնեն այս քաղաքն էլ խառնեն թողեք հանգիստ էլի ինչ կուզեք այդ բազայից ինչ կուզեք կամ ձեր ասած փոփոխությունը որն է եթե բազան չլինի ով է գնալու այդ սահմանապահին այսպիսի հարցադրումներ կան մասսայական իրենց հետ չունենք ընդհանուր եզր որպես այդպիսին Իսկ որ ուժերի հետ կհամագործակցենք, այն ուժերի հետ, որոնք որ մեր գաղափարներին եւ ծրագրերին կողմ են, իրենց հետ խնդիր չենք ունենա։ Պարոն Սիմոնյան, ձեր հարցազրույցներից մեկում ասել եք, որ հետընտրական process-ներում անթույլատրելի է աթոռակռիվը։ Սա նշանակում է, որ եթե ինչ որ ուժի չբավարարի 1, 2 կամ պայմանականորեն ասած 3 ձայն քաղաքային իշխանությունը վերցնելու համար, Մայր Հայաստան դաշինքը պատրաստ է այդ քվեները տալ առանց որևէ պաշտոնի հավակնելու։ Այս պահին մենք բազմիցս հայտարարել ենք, որ պատրաստ ենք նման համագործակցության եւ մենք չենք գնում պաշտոնների կռիվ անելու։ Եթե կա ուժ, որը մեկ ձայն ավել է տանում, ուրեմն մնացած ուժերը պետք է աջակցեն եւ սատար կանեն, որ միանձնյա գլխավորի քաղաքի կառավարումը եւ չվիժեցնի համախմբումը։ Եթե չկան տարաձայնություններ այլ,
ուրեմն պաշտոնի համար տարաձայնությունները անընդունելի է, որովհետև յուրաքանչյուր ուժ հայտարարել է, որ իմ նպատակն է գործող իշխանությանը զրկել Գյումրու կառավարումից։ Հիմա քաղաքական այդ բաղադրիչի մասին։ Ձեր ծրագրում կա այդ բաղադրիչը, ըստ որի Գյումրիով պետք է հասնեք համապետական փոփոխությունների։ Փորձենք փակագծերը բացել, ինչ է դա նշանակում պայմանականորեն, եթե ձեր գլխավորած ուժը ստանձնում է Գյումրու կառավարումը, ինչ քաղաքական գործընթացներ են հաջորդելու դրան։ Երբ որ Գյումրի քաղաքում գործող իշխանությունը չունենա սատարում, գրի բարդություն, դա ուղիղ համեմատական է ամբողջ Հայաստանի, որովհետև միշտ չափիչ ուժը եղել է Գյումրիում, եւ ընդրվելու առումով եւ չընդրվելու, հեռացնելու առումով։ Դա մենք ֆիքսել ենք անցած տարիներից, որ Գյումրին ում ընդդիմացել է, ինքը իշխանությունը շատ արագ կորցրել է, Գյումրին ում սատարել է, ինքը իշխանություն վերցրել է։ Եվ ամփոփելով մեր զրույցը, խնդրեմ ասեք, թե արդյոք վարչական ռեսուրսի օգտագործման, ճնշումներ գործադրելու վերաբերյալ ահազանգեր ունեք, իշխանությունը նման քայլերի դիմում է, ինչ տեղեկություններ ունեք, ինչ եք արձանագրել քարոզարշավի այս օրերին։ Այս բանի ճնշումների մասին չեմ կարող խոսել, որտեղ չունեմ ինֆորմացիա։ Առաջի ճնշումը, որ տեղի ունեցավ, դա կոմունիստական կուսակցության ղեկավարի հանդեպ էր, որ այդպես բռնեցին, տարան, հետո բաց թողեցին։ Մենք այս բանին ուրիշ ճնշում չենք տեսնում, բայց վարչական ռեսուրսի չարաշահում համատարած տեսնում ենք։ Ամբողջ աշխարհը առաջ է գնում, Գյումրիում շիբին փռելով ու լույս փոխելով, չգիտեմ, կանալիզացիայի տրուբա գցելով անդրաշավ են կազմակերպում։ Դա ամբողջ վարչական ռեսուրսի չարաշահում է։ Հիմա էլ որ դուրս գաք փողոց կտեսնեք ամեն այդ գովազդային վահանակի վրա խփված է իշխանական տեխնոլոգիայի նկարը, որը արդեն գյումրեցիների կողմից առաջացրել է այսպես վանողական, էլի, այսինքն հասկացանք, էլի, այսինքն ուղերձանք ձեր նկարը չի կարելի այդպես, էլի։ Կատակ են անում, ասում են առավոտ որ զուգարան ենք մտնում, այնտեղ ենք տեսնում այդ նկարը, այդպես չի, էլի։ Գյումրեցին իմ կարծիքով պետք է հասկանա, որ ընտրություն կատարելու է մարդկանց անձերի մեջ, այլ ոչ թե նկարների։ Շնորհակալ եմ զրույցի համար, պարոն Սիմոնյան։ Շնորհակալ եմ ձեզ նույնպես։